Համլետ ջան, շնորհակալություն, բարի լույս։ Նախ ես եմ շնորհակալ։ Ես քեզ ասել եմ մենք ինչ ենք ուզում անել, բայց եթե ընդհանուր առմամբ ասեմ, շատ հետաքրքիր է խոսել մեր ժամանակների երիտասարդ գիտնականների հետ, որոնց այդքան շատ տարիներ չեն բաժանում դպրոցից, եւ մի քիչ հասկանալ ու փորձել մասնատել դպրոցական գործընթացը, հասկանալ ինչ է տեղի ունենում դպրոցական գործընթացում, որի արդյունքում մարդը որոշում է գիտությամբ կամ ինժեներական կամ տենց ճարտարագիտությամբ զբաղվել, իր կարիերան այդ ուղղությամբ կառուցել։ Դու Վանաձորում Էվրիկա վարժարանն ես ավարտել, հետո մեր բժշկական համալսարանը Այդ բժշկականը դեռ չեմ ավարտել։ Հա։ Վանաձորում ավարտում եմ, հա։ Կրթությունը սկսել եմ 22 դպրոցում, հետո տեղափոխվել եմ Էվրիկա դպրոց որպես ավագ դպրոց։ Տեղից ավարտելուց հետո ընդունվել եմ բժշկական համալսարան, 1.5 տարի հետո կավարտեմ։ Եվ զուգահեռ այլ ինչ ես անում։ Զուգահեռ իրականում affiliation-ներս մի քիչ շատ են։ ԵՊՀ-ում գիտաշխատող եմ ֆարմացիա ինստիտուտում, De Novo Sciences ընկերության computational chemist եմ, հաշվողական քիմիկոսը, եւ Folding ընկերության համահիմնադիր եւ գիտական գծով փոխտնօրենն եմ։ Folding-ը ինչով էր զբաղվում, կհիշես։ Folding-ը sense parts բացատրեմ, հա մի քիչ ավելի ինքը զբաղվում է բիոինժեներիայի ճյուղերից մեկով, հյուսվածքային ինժեներիայի ճյուղերից մեկով, մենք լաբորատոր պայմաններում ստանում ենք ապրող հյուսվածքներ, թե դրա կիրառությունը որտեղ կլինի, դա հələ դեռ մի քիչ շուտ է խոսալ, որովհետև ինքը ստեղծված է որպես գիտություն 3D բիոպրինտինգը, նրա համար որ ստեղծի հյուսվածքներ, որոնք կտրանսպլանտացնեն մարդուն ապագայում, բայց այս պահին մենք այդ մակարդակին գիտությունը աշխարհում դեռ այդ մակարդակին չի հասել, որ տպագրված հյուսվածքը կարողանան տրանսպլանտացնել, հա։ Բայց այդ հյուսվածքները օգնում են տարբեր հետազոտություններում դեղերի որպես կենդանի մոդելներ եւ այլն եւ այլն։ Համլետ ջան, մի փոքր կուզեի հասկանալ, օրինակ դու ո՞նց ես, ինչի եկար դեպի գիտություն, էլի։ Բժշկական ոնց որ սկզբում ընտրել ես, երբ բժիշկ ես ուզեցել, հա, դառնալ։ Այ այդ մի քիչ հետաքրքիր պահ է, որովհետև բժշկականը ես ընտրել էի, որովհետև ուզում էի բժշկագիտությամբ զբաղվեի, բայց քանի որ այդ տեղեկացվածությունը չկար, հա, մեր բժշկական համալսարանը Հայաստանում պատրաստում է կլինիցիստներ։ Այսինքն մարդիկ, ովքեր աշխատելու են կլինիկայում ու զբաղվեն հիվանդների մեջ։ Ինչ խոսքը տեղել գիտություն կա, հենց որ ասում են բժշկական գիտությունների տեխնացու, այդ մարդիկ հիմնականում զբաղվում են հենց կլինիկական հետազոտություններով, դա էլ է գիտություն, բայց իմ պատկերացումները մի քիչ այլ էին, սակայն սովորելու տարիներին ես կարողացա էլի համադրեմ ուրիշ տեղ գիտական աշխատանքը տեղի դասերի հետ, մեծ հաշվով էլի բժշկագիտությամբ եմ զբաղվում։ Իսկ հենց գիտությամբ, հա, դա մի քիչ երկար ու հետաքրքիր պատմություն է։ Ինչ որ դիտարկումներ տենց ունես, որ ավելի որ դեպքերում են մարդիկ ընտրում գիտությունը, էլի, որպես իրանց գլխավոր զբաղմունք։ Մեծ հաշվով հա իրականում, տեսեք, հետաքրքրությունը գիտության հանդեպ հիմնականում հենց դպրոցական տարիներին առաջանում։ Ու շատ հաճախ շատ տարօրինակ ու փուճուր բաներից էլի, քան մեծ գաղափարներից ես պետքա գիտնական դառնամ, ստեղծեմ։ Մենակ ինչ փոքր բաներից։ Իմ մոտ 22 հենց որ հիմնական դպրոցում, հա, 22-րդ դպրոցում առարկա կար, չէ, բնագիտություն, փոքր ցածր դասարանի երեխեքի համար, որ ոչ քիմիա էր, ոչ կենսաբանություն, ոչ ֆիզիկա, բայց այդ ամեն ինչը իր մեջ պարունակում էր։ Այդ առարկայի դասերից մեկի ընթացքում ուսուցիչս ընդամենը ջրում մարգանցով կառուցեց, ջուրը մանուշակագույն դառավ, հա, դա այդ ժամանակ մեծ բան էր, որովհետև այնտեղ լաբորատորիա բան չունենք, մենք չենք տեսել այդ փորձերը, ինչ որ հիմա կարող ես անես, բայց մենակ այդ արդեն հերիք էր, որ ցանկություն առաջանար քիմիայով զբաղվելու համար։ Այդ վաղտվանից իմ մոտ սկսեց հետաքրքրվածությունը քիմիայով, ֆիզիկայով, կենսաբանությամբ։ Ու երբ որ տեղափոխվեցի արդեն Էվրիկա վարժարանը, Էվրիկա դպրոցը հենց ինքը մաթեմատիկա բնագիտական առարկաների խորացված ուսուցման դպրոց է։ Հիմնական շեշտը այդ դպրոցում հենց այդ առարկաների վրա է, էլի։ Այնտեղ ավելի խորացանք, ավելի հետաքրքրեց։ Դրա հիման վրա ես արդեն կողմնորոշումս Դե մեկը ոնց որ հասկացա ուսուցիչը ինչ որ տենց փորձ արան շատ իսկ դե դրանից կարող է ինչ որ կայծ լինել
մի օր, բայց հետո պետք է այդ կայծը պահել, էլի, օրինակ ուսուցիչը ինչ է անում, ճիշտ որ այդ կայծը պահի։ Ուսուցիչը կարելի ասել հենց այն մարդն է, որ պետք է այդ կայծը պահի։ Ու հետաքրքիր գիտես որ նա որ ուսուցիչը քեզ պետք չի ինքը քեզ խորը գիտելիքներ տա ինչ որ առարկայից գաղափարից ինքը հենց այն մարդն է որ քո մոտ պետք է այդ հավեսը առաջացնի գիտությամբ զբաղվելու հա շատ դեպքերում այդ ուսուցիչներն էլ գիտությամբ այդ մարդիկ չեն զբաղվել իրանք պարտավորել չէին զբաղվեն որ կարողանան քո մոտ գիտության հանդեպ սեր առաջացնեն մեր դեպքում որ արդեն տեղափոխվեցի Եվրիկա դպրոց մենք հիմնականում ունեինք արտադասարանային հա այն ժամեր դասապատրաստումներ, տարբեր խմբակներ օլիմպիականների, ոչ օլիմպիականների, այդտեղ արդեն հենց ավելի շատ խոսում են գիտությունից, մաքուր գիտությունից, ոչ թե դասագրքային դասերից։ Մենք չենք խոսում, ասենք, այս գրքում այս բարբերության մեջ սա ոնց պետք է հասկանալ։ Իրականում դա էլ աշպետ դասընթացների ընթացքում դա անում ենք, բայց այդ ժամանակ մենք կարելի ասել խոսում ենք մաքուր գիտությունից, այնպես բաներից, որ արդեն բուհական ծրագրում են ու բուհական ծրագրից դուրս այդ ընթացքում քո մոտ ավելի ամրապնդվում են գաղափարը, որ դու պիտի դառնաս գիտնական, հա, գիտության մեջ շարունակես։ Իրականում պետք է նաև նշել, որ ընտանիքում էլ կա, հա, այդ ամեն ինչը, ընտանիքի ներսում էլ է ծնվում սերը գիտության հանդեպ, որովհետև կան չէ ընտանեկան բժիշկներ, որ ընտանիքում սաղ ընտանիքը բժիշկ է, տոհմական։ Հա, դե իհարկե նման դեպքեր իսկապես շատ կան, բայց ես ավելի շատ մտածում օրինակ այդ միակ հնարավորությունը, որ ունի օրինակ համակարգային ազդել ուսանողների աշակերտների վրա մի քիչ իրանց հետաքրքրասիրությունը բարձրացնելու այդ ընտանիքների վրա շատ հույս չեն կարող դնել, էլի ավելի դրանով պրոֆեսիոնալ զբաղվողը ոնց որ ուսուցիչն է եւ ուսուցիչը գալիս մտնում է դասարան եւ այնտեղ կամ անում է ինչ որ գործողություններ կամ ինչ որ գործողություններ, չգիտեմ, ավելորդ է համարում ու չի անում ես համեմատություններ տենց եթե դրական համեմատություններ անենք էլի այ լրացուցիչ հա գիտության հարցեր է բարձրացնում հա ասում ես ինչ որ գիտության խնդիրներ է բերում քննարկում որոնք դպրոցական ծրագրից չեն կա որ իհարկե տեսեք ինչա դպրոցական ծրագիրը հա դպրոցական ծրագիրը իր մեջ չի պարունակում քեզ սարքել ինչ որ մասնագետ դպրոցական ծրագիրը ինչ որ հիմք է դնում, որի վրա դու կարող ես արդեն կառուցես քո ապագան, հա, քո ապագա մասնագիտությունը, այն թե ինչով ես ուզում հետագայում զբաղվես։ Ասենք, օրինակ, եթե դու անցել ես ինչ որ հավասարում, հա, հետաքրքիրն է դա, որ արդեն շատ մարդիկ, ովքեր այդ ամենը շատ հաճախ չգնահատելով, ասում են օրինակ, ինձ ես սաղ կյանքից չեմ օգտագործել օրինակ Սինուսների թեորեմը, Պյութագորասի թեորեմը ումա պետք է, բայց իրականում դա տենց չի։ Դու շատ հաճախ այդ ամեն ինչ օգտագործում ես ենթագիտակցորեն առանց հասկանալ, որ դա կիրառեցիր, դա ուղեղում նստում է, հա։ Ոնց որ այդ ամեն ինչը ֆունկցիաներ են, որ քո ուղեղի կլանում է, այդ ֆունկցիան իրականացնում է առօրյա կյանքում էլ։ Այդ դրա մասին էլ էինք ուզում, շատ հետաքրքիր թեմա է, որովհետև ի վերջո գիտելիքը, որպես տենց գիտելիքային բազա, ինքը տենց կարող չմնա էլի երկար քեզ հետ ու պետք է չի մնա իրականում։ Պետք է չի մնա, բա այդ դեպքում այն ինչա մարդ ձեռք բերում այդ գիտական առարկաները, մաթեմատիկան սովորելով, ինչ է դրանք հմտություններ է, վերաբերմունք է, ինչ որ Դա մտածելակերպ է, մտածելակերպ, անալիտիկ մտածելակերպ, իրականում նաև հմտություններ, որ դու շատ մանրամասն ես, մտածելակերպը մի քիչ ընդհանուր է ինձ համար հնչում։ Այս մտածելակերպ ավելի ճիշտ կլինի ասել, ինչ որ հենց կարողություններ, skill-եր, հա, արագ կողմնորոշվելու շատ པարզ բանը արագ մտքում անելու, ոչ թե դրա վրա ժամանակ ծախսելու, ժամանակը ճիշտ կառավարելու, ամենակարևորներից մեկը երևի հենց կնշեմ արագ կողմնորոշվելը, որովհետև այդ արագ կողմնորոշվելը ոչ միայն այդ ռեակցիայի խնդիրն է, հա, արագ ռեակցիա տալ ինչ-որ բանին, այլ նա որ դու կարող ես իրավիճակը ճիշտ վերլուծես, այդ դա է հենց արագ կողմնորոշումը։ Ու մաթեմատիկան, ֆիզիկան կարելի ասել հենց հիմնարար բաներն են, էլի մաթեմատիկան ու ֆիզիկան այդ ամեն ինչի մեջ։ Բայց օրինակ ինչ է լինում, ուսուցիչը, չգիտեմ, խնդիր է տալի, ասում է, ով առաջինը լուծեց, հա, ինչ որ բան է ստանում, արագ կողմնորոշվել, որտեվ կարելի է այդ խնդրի շուրջ դանդաղել մտածել։ Հա, չէ, մեր մոտ տենց չէր, մեր մոտ գիտես ոնց էր։ Այդ որ արտադասարանային դասընթացներ որ անում էինք, հավաքվում էինք, շատ հաճախ որ ուսուցիչը գալիս էր ինչ որ խնդրով, ինքը դրա լուծումը չգիտեր։ Այդ շատ լավ էր մեր համար, էլի։ Ու գիտես, բանը հենց այդ արագ կողմնորոշվելը դե է, դեռ դպրոցական տարիքում որ լա դեռ շատ մարդկանց մտածելակերպ կարծրացած չի, մտածում է,
արագ լուծեմ, որ տես, ես ուսուցչից արագ մտածեցի, այդ պահերը կա էլի իրականում, ու դա շատ լավ է որ կա, ու ես այդ հարցով իրոք շատ շնորհակալ եմ ուսուցիչներից, որովհետև երբ որ տեսնում ես այդ մարդը քո այդ զուգահեռ մտածում է խնդրի վրա, եզրակացություններ անում, իր եզրակացության վրա դու հենվելով ուրիշ եզրակացություն ես անում, տենց իրար կապելով ամեն ինչ, հասնում եք մի հատ մեծ ընդհանուր բանի։ Այ դա հենց այն է իմ կարծիքով, ինչ պետք է աշակերտին, հա։ Այսինքն դուք դառնում եք կոպիտ ասած գոլեգաներ, էլի գործընկերներ եք դառնում եւ այդտեղ ինչ-որ բան վերանում է, հա, ինչ-որ պատմում։ Սահման վերանում է։ Այն սահմանը, որ դրված է ի սկզբան էլ ուսուցիչ աշակերտ, հա, ուսուցիչը կանգնում ուսուցիչը մտնում է ներս աշակերտները կանգնում են բան։ Մեր մոտ շատ հայտ կար, բայց դա մեծ հաշվով ոչ թե այն խորը ենթարկվելու իմաստներ կրում, այլ այն որ ուսուցիչը մտավ, դու հարգանք ցուցաբերեցի իր հանդեպ ու դասը սկսվեց։ Այդտեղ մենք արդեն կարանք հանգիստ իհարկե տրամաբանական իմաստով չափի մեջ ընդհատել ուսուցչին հարց տալ, հարց ուղղել։ Ու նույնը հակառակը իմ խոսքի ընթացքում ուսուցիչս կարող է մի ուրիշ հարց տար, որ ինձ խոսքս ավելի ճիշտ կդարձներ, ուղղությունը մտքի լրիվ կփոխեր ճիշտ ուղղության վրա կդներ։ Այդ ամեն ինչի հարցով երևի սենց հիմա կապեմ, հա, այդ ժամանակ մեր համար կարող է դա մի քիչ շոշափելի չէր, բայց հիմա իմ ուսուցիչները զուգահեռաբար դասախոսներ էին այդ հարցով, որ ասում եմ բախտս բերել էր, ուսուցիչներից մեծ մասը նաև Վանաձորի պետական համալսարանի դասախոսներ էին։ Այդ այն ժամանակ չէր զգացվում դասախոս, բայց որ ընդունում ես համալսարան, հասկանում ես, հա, ընդունումների տարբերությունը դասախոսի ու մաքուր ուսուցչի։ Այդ դու արդեն այդ մարդուն հավասար գոլեգա ես, ում հետ կարաս հանգիստ խոսար, շփվես, հարցեր տաս, մի բան չգիտես, ինքը քեզ ավելը կբերի կտա ու այդ կապը շատ կայֆ էր էլի որ ասում։ Ես հիմա շատ տենց առիթը բաց չեմ թողում, ինչ որ դասեր նստել լսելու հիմնական գիտության, բայց հենց մի քանի օր առաջ Իջևանում շատ մի հրաշալի դաս էի նայում, այդ քո ասած ընդհատելը բան շատ բնական բաներ ու դրանք 6 թե 7-րդ դասարանի աշակերտներ էին ու ինձ ասացին որ դա նաև բավականին սոցիալապես անապահով տենց թաղամաս է եւ նաև իրենք ունեին մոտ 40 երեխեք ովքեր գիշերօթիկում էին ոնց որ գիշերօթիկից էին բայց այդ ընդհատումները որ հենց մի անգամից տեսնում ես որ հանգիստ երբ հարցը ծագեց երեխան ընդհատում է եւ ուսուցիչը կարողանում է այդ ամբողջը կառավարել շատ բնական բան է դառնում էլի դասը տեսնում ես որ ինքը բավականին շատ բնական կոմունիկացիա կա իրանց միջև եւ դրանից շատ արդյունավետությունը բարձրանում է փոխվում է, որտեվ ճիշտ է ուսուցչին երեխեք անդհատ էս կողմից այն կողմից քաշում են, բայց հենց ինքն էլ առարկան ինֆորմատիկա առարկաներ, այնպես էին համակարգչային գիտություն առարկաներ, այնպես խնդիրներ էին լուծում, որ իրանց էլ հենց տենց անհատապես պետք էր մոտենալ եւ ինչ որ բաներով հուշել։ Ընդհանրապես ոնց որ նոր չափորոշիչներ կան եւ չափորոշիչներում այս ինչի մասին մենք խոսում ենք, որ բացի գիտելիքային բազայից ինչն է, ինչա կարող տալ, դրանք կոչվում են կարողունակություններ։ Ու կարողունակությունները իրանք հետաքրքիր պատմություն ունեն, որ ընկերությունները, պետությունները արևմտյան երկրներում անցյալ դարի դեռ 70-80-ականներին ասում էին սիրելի դպրոցներ, դուք այլևս չեք տալիս մեզ այն մարդուն, ով որ իսկապես պետք է եւ արդյունավետ կլինի եւ տնտեսությունը կամ հա պետությունը կտանի առաջ որովհետեւ այդ ամբողջ գիտելիքը ոնց որ թե արդեն բան է ոչ թե հնացած է, բայց այդ գիտելիքը վերցնելու եւ պարզապես գիտելիքը քննության ժամանակ կրկնելու կամ ցուցադրելու այդ փաստը շատ քիչ է, պետք է երեխեքը կարողանան ինչ-որ բաներ անել հենց ամբողջ դպրոցական ընթացքում, որպեսզի իրանց մեջ զարգանա այդ նույն թիմային աշխատանքը, շատ ուրիշ բաներ։ Այդ ոնց են փափուկ հմտություններ, փափուկ, հա։ Շատ լավ բան կա, փափուկ հմտությունները իրականում փափուկ չեն, եթե փափուկ լինեին մենք շուտվանից իրանց ձեռք էինք բերել, հա։ Շատերի համար իսկապես դա դժվար ձեռք բերվող հմտություններ են ու դրանք ըստ էության բաներ չեն, որ կարող ես գիրք կարդալով
հա։ Մենակ շփման միջոցով։ Դա մենակ շփում ու շատ հետաքրքիր ինչ որ աշխատանքներ, աշխատանքի եղանակներ, որ կարող են դասարանում լինել։ Ոնց որ ասենք այդ ով ուներ տենց լավ օրինակը, որ ասում էր դու չես կարող ասել, որ ես գիրք եմ կարդացել հեծանիվ վարելու մասին, ու ես հիմա կարող եմ հեծանիվ վարել, էլի, մինչև չնստես չվարես այդ հեծանիվը, չէ՞։ Չես կարող։ Բայց այդ կարողունակությունները շատ հաճախ sense բան են թվում։ Օրինակ հիմա մենք նայեցինք, դե սովորելու կարողունակությունը հաստատ բոլորին էլ անդադ պետք է, բայց օրինակ կարողունակություններից մեկը վերաբերում է մեդիա գրագիտությանը, թվային եւ մեդիա ինչ որ կարողունակություն, որտեղ բացի նայած որ դու ինքդ կարող ես ինչ-որ բաներ ստեղծել մեդիա դաշտի համար, նաև կարող ես իրական, ասենք տեղեկատվական այդ հոսքերը, աղբյուրները ճիշտ գնահատել։ Այդ նույն կարողունակությունը օրինակ գիտնականի համար ինքը կարևոր կարողունակություն է։ Իհարկե, ամենակարևոր բաներից է առհասարակ մեդիայից օգտվելու, օգտագործելու մեդիան եւ ինչ որ ինֆորմացիա ստանալու, այլ նաեւ մեդիան փոխանցելու հասարակությանը, հա, ինչ որ կոնտենտ տալու հասարակությանը։ Ու այս պահի դրությամբ հենց մեդիան դարել է այն կապը, որը պահում է հասարակությունը ու տարբեր ոլորտներ, ինքը լինքեր է, հա, ինքը կենտրոնացումն է ամեն ինչի։ Հիմա առանց մեդիայի կարելի ասել ոչինչ չկա։ Սա կոնտենտը փոխանցվում է մեդիայով, արդեն թերթեր, ամսագրեր, դրանք օրվա օրակարգից դուրս են եկել շատ տեղեր ու առանց մեդիայում միշտ նա կարևոր է, հա, տարբերակել ճիշտ ինֆորմացիան, ճիշտ կոնտենտը, տրամաբանական կոնտենտը, ոչ մանիպուլյատիվ կոնտենտը։ Ու այդ ամենի համար էլի բացի soft skills-ից hard skill-ներն է պետք է լես, որովհետև եթե քեզ ինչ-որ ստատիստիկական անալիզ են ցույց տալիս, դու ինչ-որ ինֆորմացիա տես քաղում ես, բայց դու չես կարող վերլուծական անալիզ անես, որովհետև եթե դու տենում ես ինչ-որ ստատիստիկա, դու նայում ես ու լսում ես այն, ինչ որ ասվում է, հա, օրինակ շատ տեղեր, շատ հասարակություններում, հա, որոնք հին հասարակություններում, որոնց մոտ լադեռ այդ հաշվելու թվաբանությունը չկա, այդպես ցեղեր կան, որ իրենց մոտ թվաբանություն չկա։ Ու շատ հաճախ այդ ցեղերի զարգացումը, որ չի հասել հիմիկվա ցիվիլիզացիայի մակարդակին, հենց կապվում է դրա հետ։ Իրենց մոտ թիվ հասկացողություն չկա, հա։ Իրենց մոտ չես կարող ասես, այստեղ կա 3 հատ խնձոր, 4 հատ գիրք, 5 հատ նապաստակ, հա, օրինակ։ Այդ թվային անալիզ իրականացնելն ու ամեն ինչին թվային կոմպոնենտով նայելը հենց ձեռքաբերվում դպրոցում։ Երբ որ դու դպրոցում կարող ես արդեն վերլուծես այն ինֆորմացիան, ինչ քեզ տված է, դու այդ ինֆորմացիայի վերլուծությունն էլ, հա, տենց մեծ բան չսարքենք, այդ ինֆորմացիայի վերլուծությունը ուղղակի տրամաբանական պոլկաներում շարերն է այդ ինֆորմացիան ու նայել է այդ ամեն ինչին տարբեր կանկյուններից։ Դու պետքա չհավատաս նրան, ինչ որ քեզ մաքուր ասում են, դու պիտի այդ ամեն ինչը վերլուծես, հասկանաս թե ինչ է ասվում։ Օրինակ, sense հետաքրքիր օրինակ ընկավ, եկավ մտքից, ասում է, օրինակ կորցրել ենք 5 հեկտար տարածություն, հա, ու ասում է հետո նաև կորցրել ենք 600,000 կիլոմետր քառակուսի տարածություն։ Եթե դու չկարողանաս դրանք մի հատ մետրիկայի բերես, քո 600,000 կիլոմետր քառակուսի են կորցրել, այնտեղ ասում է 10 հեկտար են կորցրել։ Այդ համեմատական պահը կարևոր է դու ճիշտ բերես, այսինքն դու չհենվես մենակ էմոցիաների վրա, թե ինքը ինչ էմոցիա կտա քեզ, հա։ Դու պետքա սառնասիրտ ինֆորմացիան տատես ամեն տեղում, հասկանաս ինչ է ասվում, հա։ Իսկ ինչ, հա։ Հա, մենք մի անգամ որ զրուցում ենք, դու մի քանի համոզմունքներ հայտնեցիր կրթության վերաբերյալ, էլի։ Եվ ուզում եմ մի քանիսը ընթերցեմ, էլի, եթե թույլ կտաս, հա, ցանկացած աշխատանքում ասում էիր, որ ամենահզոր շարժիչ ուժը նոր բան ստեղծելու ցանկությունն է։ Բացի դրանից ասում էիր, անխտիր բոլորը արժանի են հարգանքով վերաբերմունքի, բայց խորհուրդ հարցնելիս գնում ես միայն նրա մոտ, ում անցած ճանապարհը գիտես ու գիտես իր մտածելակերպը, իր արժեքները։ Եվ առողջ աշխատանքային մթնոլորտ նշանակում է բոլորը հավասար են եւ միասին կրում են պատասխանատվություն։ Այս համոզմունքները դպրոցական կյանքից է գալիս, թե արդեն կամ ընդհանրապես դպրոցում էլ պետքա ձևավորվեն, թե այս դպրոցում պետքա ձևավորվեն ու ընթացքում համալսարանական կյանքում, աշխատանքային կյանքում պետքա զարգանան, որովհետեւ տեսեք, օրինակ հենց այն միտքը, որ ամենահզոր շարժիչ ուժը կոնկրետ իմ համար դա կարող է սուբյեկտիվ վերաբերմունք, հա, նոր արժեքներ ստեղծելն է։
դա կլինի նոր հարաբերություններ, հա, տարբեր մարդկանց հետ, դա կլինի նոր գիտական միտք ստեղծելը, նոր հոդված տպելը, նոր ինչ-որ հայտնագործություն անելը, նոր փորձ անելը։ Ու այդ ամեն չեխիա իմ համար այտենց հզոր շարժիչ ուժ, որովհետև դրանով ես ավելի շատ եմ սկսում սովորել։ Ցանկացած դաշտ, որ նոր ես մտնում, դրանից ինֆորմացիա չունես, դու այդ դաշտը փորձում ես ամբողջովին կլանես, հա։ Սկսում ես մանրակրկիտ տեսնես, թե ինչ էր գրած, այս հոդվածում ինչ նյուանս կա, այս մի տեղը այս մարդը ոնց արել, խիա ստացվել, չի ստացվել։ Այդ ամեն ինչը վերլուծելու արդյունքում տենց հոդվածների տեսակ կա, կոչվում է review-ներ, չէ, որ սաղ դաշտի ընդհանուր ինչ կա, փոխանցում է քեզ։ Մեծ հաշվով նոր դաշտ մտնելուց դու մի հատ այդ դաշտը review ես անում։ Այդ դաշտը review անելով դու կարաս այդ դաշտից ինֆորմացիա վերցնես, տեղափոխես մի ուրիշ դաշտ։ Հետո տենց մի հատ մեծ ցանց կառուցես, որ գիտելիքի մեծ ցանց, որ դու կարողանես ինչ քեզ պետք է, որ դարակից ուզես վերցնես։ Նույնը մարդկանց հետ կապերի մեջ է։ Դու այդ նույն soft skills-ի բանն է, ճիշտ կոմունիկացիան մարդկանց հետ հեշտ ծանոթանալ, մարդկանց հետ կապը պահել։ Ու այդ ընթացքում մարդիկ էլ ամենամեծ ռեսուրսներից մեկն է մարդիկ։ Ումից դու կարաս միշտ ինչ-որ բան սովորես, հա։ Միած հետաքրքիր խոսքով ասում եմ, դու այն մարդն ես, դու քո 5 ամենամոտ ընկերների միջինն ես։ Այն մարդկանց, ում հետ դու ամեն օր շփվում ես, դու այդ 5 հոգու միջինն ես։ Ու ես իմ հետաքրքիր մի բան եմ նկատել, իմ բոլոր ընկերներով ես ում հետ ամեն օրյա շփում ունեմ, դա կլինի աշխատանքային բան, ամենակիչը ինձ 3-4 տարի մեծ է։ Ու դա ինձ թույլ է տալիս ես կարողանամ այդ մարդկանցից միշտ նորը սովորել, նորը քաղել։ Բայց տարիքը բարձրացնում է այդպես։ Միջին։ Ինչ որտեղ իսկ իմ օրինակ հավասար պատասխանատվություն կրելու մասով ու նայում ես գործընթացում պրոֆեսիոնալ կրթությամբ զբաղվողը ուսուցիչն է աշակերտի ինչ ոնց անի որ պատասխանատվություն հավասար կրի այդ պատասխանատվությունը հավասար վերցնելու բանը ինչ է ենթադրում ինչ գործընթաց է ենթադրում դասարանում Տես աշակերտի ամենամեծ պատասխանատվությունը դասարանում հենց դասը սովորելն է հա դասանելը զբաղվել դասով իր առօրյայով դա չի նշանակում անա պետք է 3 գիշեր չքնես անգիր դասը պատրաստ անգիրի մանած դասատու կանչի պատմես գնահատական ստանաս նստես չէ դա պատասխանատվությունը այնա որ երբ որ դու դասարանում ես դու կարող ես կոմունիկացիան պահես ուսուցչի ու մնացած դասընկերներիդ հետ կոմունիկացիան հենց դասի վերաբերյալ հա երբ որ ինչ-որ հարց է հնչում դու կարողանաս հիմնվես այն հիմնարար գիտելիքի վրա որը դու կարդացել ես տանը սովորել ես վարժություններով ու դրա հաշվին ինչ-որ եզրակացություն անես նոր միտք փոխանցես ուսուցչին կամ քո դասընկերներին ամենամեծ պատասխանատվությունը դա թե չէ հակառակ դեպքում դասարանում առանց այդ կոմունիկացիայի առանց այդ շփման ուսուցչի աշակերտների եւ այդ հիերարխիայի հա աշակերտների եւ ուսուցչի միջեւ դասապրոցեսի ժամանակը անիմաստ ժամանակի կորուստ է կարելի է համարել եթե դու գնում ես դասի միայն ինֆորմացիա ստանալու համար ենել ես դառնում որ այդ ինֆորմացիան հասանելի է ամեն տեղ ինտերնետում հա իրականում բոլոր գրքերն է որ ժամանակին շատ դժվար է եղել գտնել, ճարել, բերել, սովորել, արդեն ամեն ինչը open access կա, հասանելի է։ Ուսուցչի դերը հենց դրանում է կայանում, որ աշակերտը կարողանա ճիշտ վերլուծի այդ գրականությունը։ Այսինքն, երբ որ դու այդ գրականությունը կարդում ես, օգտագործում ես, դու շատ հաճախ չես հասկանում ինչ հատ է գրած, դու կարդում ես որպես գրականություն իրան, բայց այդ ճիշտ վերլուծությունը ուսուցչի հետ միասին դա տալիս է այն հիմնարար մտածելակերպը, որով դու պետք է արդեն շարունակես առաջնորդվել։ Բայց այդ կարողունակության բան օրինակ տես թվային գրագիտություն կա, այնտեղ կան ուրիշ շատ կարողունակություններ, մի քիչ շատ բան չենք ուզում ուսուցչից, որ մեկը հասցնի։ Իրականում ինձ թվում է այդ ամեն ինչը շատ դեպքում ուսուցիչները անում են ենթագիտակցորեն։ Այդ ամեն ինչ մենք ինչ-որ բան չենք պահանջում ուսուցչից, հա։ Ուղղակի շատ դեպքերում մոտեցումներ ա պետք փոխել դասարանի հետ աշխատելով։ Այ հետաքրքիր հենց այդ սկիլերի հետ կապված հետաքրքիր մի բան կա, ժամանակին այն անգլերենի քննության A1, A2, B1, B2 այդ լեզվի մակարդակի իմաստության սերտիֆիկատները շատ էին գնահատվում, բայց հիմա օրինակ այդ C1, C2-ը միջազգային ուսանողի համար, ով որ ուզում է ընդունվի Ամերիկայի կամ Անգլիայի համալսարաններ, կարելի ասել ոչ մի բան է։ Ինքը չի անցնում, խիտ այդպես եղավ, հա, որ նայում վերլուծում ես, իրանք հասկացան, որ ընդհանրապես այդ C1, C2 մակարդակով անգլերեն քննություն տվողը ընդհանրապես ինչ-որ grammar-ից, քերականությունից մեծ գիտելիք ունի, թեստը լրացնում է, բայց ինքը չի կարող կոմունիկացվել։
Դրա համար օրակարգ մտան, հա, սկսեցին օգտագործել այդ TOEFL-ը, IELTS-ը, որոնք չեն ստուգում մենակ անգլերենի գիտելիք։ Շատ դեպքերում մարդ անգլերենի շատ grammar-ը առանց իմացության կարողանում այդ քննությունը բարձր ստանալ։ Բայց ամենակարևորը դա ինքը ստուգում է մարդու կոմունիկացվելու, շփվելու, ճիշտ վերլուծություն անելու, գրականությունը կարդալուց ճիշտ հետևություններ անելու skills-երը։ Հենց այդ soft skill-ներն է, որ դու քիչ առաջ դրանց մասին պատմում էիր։ Այ հենց այդ մեդիա գրագիտության հարցով ինչու՞ն է կանոնում, հա, ուսուցչի դերը, որ պիտի ուսուցիչը նաև մեդիայի հետ շփվելու, մեդիայի հետ առնչվելու ճիշտ գիտելիքներ տա աշակերտին։ Որովհետև տեսեք, sense մի օրինակ բերեմ, հա, մեծ հաշվով որ ասում ենք արհեստական բանականություն, artificial intelligence-ը, ինքը այդքան էլ արհեստական չի, մարդու բանականությանը շատ նման է ինչով։ Երբ որ երեխան ունի գիտելիքներ, ինքը սկսում է ամեն ինչ բոլոր ինֆորմացիան կլանել ու այդ ինֆորմացիայի վրա կառուցել իր կյանքը, հա։ Ինչ ինֆորմացիա տաս, ինքը սպոնգի նման քաշելու է երեխան։ Նույն ձևել արհեստական բանականությունն է աշխատում։ Իրան տալիս ես մի հատ մեծ դատա, որը ինքը իր վրա սովորում է։ Հիմա եթե այդ դատան շատ որակյալ է, բարձր ֆիլտրում անցած դատա է, ճիշտ դատա է, արհեստական բանականությունը քեզ տալիս է ավելի ճշգրիտ տվյալներ իրան օգտագործելու։ Նույն երեխայի մոտ է։ Եթե երեխային տաս ոչ որակյալ դատա, անիմաստ դատա, սխալ դատա, երեխան սովորելու այդ դատայի վրա, երեխան չի կարող հիմա տարբերակի սա լավ դատա է, թե վատ դատա է։ Իսկ այդ դատա տվողը հիմնականում հենց ուսուցիչն է։ Այդ տվյալներ տվողը երեխային հենց ուսուցիչն է։ Ու այն մեդիան, որը հիմա շատացել է, օրինակ մեր մանկության ժամանակ մենք այդքան շատ իմ դպրոցական տարիներին մեդիայի հետ առնչություն չունեինք, որովհետև այն ժամանակ այդքան է զարգացած չէր, դեռ այն ժամանակ ամենամեծ ինֆորմացիայի աղբյուրը, որ մենք քաղում էինք, կամ ուսուցիչներ կամ գրականությունը, որը կար այդ պահին մեր դպրոցում կամ գրադարաններում, հա։ Մենք շատ իրականում կար այդ մեդիան, Facebook-ը կար, YouTube-ը կար, այդ ամեն ինչը կար, ուղղակի այդ այն մակարդակի չէր, ինչ որ հիմա է։ Մենք այդ ամեն ինչից չէինք օգտվում։ Ու այս ժամանակահատվածում, որ ինֆորմացիային թույլտվությունը access-ը երեխաների մոտ շատ է, ամեն պահի կարող մտնի ինչ-որ բան նայի։ Հենց կա որ այդ մեդիա գրագիտությունը ուսուցիչը փոխանցի, որ երեխան կարողանա տարբերակի ճիշտ ինֆորմացիան սխալ ինֆորմացիայից, սովորի մենակ ճիշտ ինֆորմացիայի վրա։ Հա։ Բայց մի փոքր այդ կոնկրետ գործողությունը ուսուցչի լավ չեմ պատկերացնում այդ տալու էլի, այսինքն ինչ երեխեք հետ ուղակի վերլուծի, ասի ես ինչպես հավատալ, չհավատալ այս։ Չէ, իրականում այդ ամեն ինչը կարող է չօգնել ընդհանրապես։ Ինքը պետք է հենց կյանքից օրինակների վրա բերի, հա։ Այսինքն կյանքում տեսել եմ մի օրինակ, որ ստատիստիկան մի կողմից է ներկայացվել, երեխաների համար դա ոչ մի բան չի թվացել, բայց մյուս կողմից ներկայացնելու դեպքում երեխաների մոտ լրիվ ուրիշ տպավորություն կառաջանա։ Օրինակ, ասում է բան, հենց այս կորոնավիրուսի հետ կապված գնում է, օրը մահացել է 59 մարդ կորոնավիրուսից։ Բայց որ կողքից մի հատ ուրիշ ստատիստիկա է սպերում, օրական առանց այս ոչ էպիդեմիկ շրջանում սուր շնչառական հիվանդություններից մահացել է 60 մարդ։ Արդեն երեխան ուրիշ ձև է սկսում այդ ամեն ինչին նայել, հա։ Սկսում է համեմատականներ տանել։ Իհարկե, այս օրինակը պետք չի այտենց շատ այս օրինակի վրա հիմնվել, որովհետև էպիդեմիկ շրջանը ու այն շրջանը լրիվ ուրիշ է, իրարից կատարելապես տարբերվող են, բայց կարելի է նման օրինակի վրա հասկանալ, որ ինֆորմացիան թե որ տեսանկյունից նայես, որ հասկանաս ու ճիշտ վերլուծություն իրականացնես։ Լրիվ տարբեր է, էլի դու ինչ ես նայում, ինչ ես։ Հետաքրքիր մի հատ բան կար, ասում է շատ ստարտափներ, օրինակ Steve Jobs-ը կամ Bill Gates-ը, իրանք դուրս են մնացել համալսարանից ու հասել են միլիարդների։ Շատ մարդիկ դա վերլուծում են որպես համալսարանը չի տալիս այն գիտելիքները, որ այդ մարդիկ առանց համալսարան ավարտելու կարաս հասնես այդ մեծ գիտելիքներին, առանց կրթություն ստանալու։ Բայց դա տես չի։ Դու պետք է մի հատ ուրիշ տեղից նայես, շատ հաջողակ մարդիկ, շատ մեծահարուստ մարդիկ, ով իրանց կյանքում մեծ բաների են հասել, քանի համալսարան են ավարտել։ Այդ մարդկանց հարաբերակցությունը այդ երկուսի հանդեպ ինչքան է։ Դու կտենաս, որ շատ մարդիկ, որ այդ ամեն ինչ համալսարանի մեջով անցել են, մի բան էլ ավել 2-3 բարձրագույն կրթություն են ստացել, այդ մարդկանց քանակը ավելի շատ է, ովքեր դարձել են հաջողակ։ Դրա համար է կարևոր ճիշտ ներկայացնել։ Հենց կյանքից օրինակների վրա, եթե ուսուցիչը կյանքից օրինակներ բերի հենց այդ մեդիայից ինֆորմացիայի վերլուծության, աշակերտները դա ավելի հեշտ կընկալեն, քան մեծ բառերով խոսալը տենց խոսքը, չէ, ասում է, եթե դու ինչ-որ բան բացատրում ես շատ բարդ բառերով, այդ նշանակում դու էլ դա չես հասկանում։ Ամենաբարդ բանը, եթե կարողանաս պարզ բառերով բացատրես, դա հենց այն է, ինչ որ դու հասկանում ես։ Այո։ Ու դա երբ որ ես էի սովորում, դա ոնց որ գիտությամբ զբաղվող մարդու կերպարն էր, որ այնպեսի երկար ու
ծանր նախադասություններով էր խոսում։ Հիմա բայց կարծես այդ ամբողջը փոխվում է, հատկապես երբ որ գնում ես եւ տեսնում ես արտասահմանում ինչ հեղինակություն ունեցող գիտնական ինչքան պարզ է կարողանում ամեն ինչը բացատրել, որ նույնիսկ չգիտեմ, դպրոցական կամ ավելի փոքր տարիքի երեխան կարող է այդ ամբողջը ոնց որ պատկերացնել։ Մենք գիտսերունդը ծրագրով անում ենք փորձում ենք այդ ակտիվ ուսումնառության մեթոդները կիրառել։ Դրանցից մեկը օրինակ կոչվում է մտավոր փորձ։ Որտեղ երեխեքին խնդրում են, որ իրանք մի բան իրավիճակում իրանց պատկերացնեն եւ հետո խնդիր են բերում այդ իրավիճակ, հետո բոլորը սկսում են այդ խնդրի համար նոր լուծումները փնտրել, փորձ են կատարում եւ այդ իրենց փնտրտուքի արդյունքում հանգում են այն գլխավոր գաղափարներին, որի մասին ուզում է ուսուցիչը դասը պատմել, հա, դասը ինչին որ դասը նվիրված է։ Ինձ հետաքրքիր է քո աշխատանքում տենց մտավոր փորձեր շատ եք անում։ Այ այն անալոգիայով տանենք, որ մարդու ուղեղը կարելի ասել մի հատ մեծ հզոր համակարգիչ է, որ ինֆորմացիան համակարգում է։ Մենք հենց այդ անում ենք իրական կյանքում։ Այդ մտավոր էքսպերիմենտը անում ենք համակարգիչների վրա, հա, այդ մոլեկուլային մոդելավորումը, որ Neurosciences ընկերությունը զբաղվում է արհեստական բանականության միջոցով նոր դեղերի, հա, նոր պոտենցիալ դեղերի ստեղծմամբ, գեներացմամբ, ինչ որ հատուկ թիրախների հանդեպ տարբեր օրգանիզմում։ Ու հենց այդ մտավոր էքսպերիմենտը ինչ է։ Մտավոր էքսպերիմենտը այն է, որ դու քո ունեցած ինֆորմացիան փորձ ես դնում քո ուղեղում։ Դու չունես լաբորատոր պայմաններ, դու ունես մի հատ ուղեղ, որտեղ իրականացնում ես տարբեր փորձեր։ Իրավիճակն ես պատկերացնում, այդ ինֆորմացիայի կիրառությունն ես պատկերացնում, հասկանում ես, ասենք, այս պայմանի դեպքում ինչ պիտի անեմ, այս մյուս պայմանի դեպքում ինչ պիտի անեմ, գծում ես մի հատ ինչ-որ ուղի, որով պիտի շարժվես այդ խնդիրը լուծելուց, ու այդ ուղիով շարժվում ես։ Իմ առօրյա կյանքում այդ ամեն ինչը հենց տեսել է այդ մոլեկուլային մոդելավորման մակարդակի վրա, երբ որ դու համակարգչին ոնց որ քո ուղեղին բացատրում ես սկզբից ինչա մոլեկուլը, այդ մոլեկուլին ատոմները ոնց են իրար հետ կապված, այդ ատոմները իրանց ոնց են պահում, ինչ տատանումներ են անում, ինչ պարամետրերով կարաս իրանց բնորոշես, ու մոդելավորում ես իրավիճակը։ Համակարգիչը սկսում է մոդելավորել։ Դու տալիս ես ինչ-որ հիմնարար օրենքներ, հա, որ այդ մոլեկուլը, օրինակ, այս ատոմն ու այս ատոմը իրար հետ պետք է ունենան ոչ միայն նյուտոնյան փոխազդեցություն, մասնիկ բախվեցին, շարժվեցին, այլ քվանտային մակարդակով օրինակ։ Իրար հետ պետք է ունենան քվանտային փոխազդեցություն։ Ու նման ձևով հասկանալով թե դու ինչ ես ուզում անես, դու քո ուղին արդեն գծածուն ես, դու ուզում ես տեսնես այդ զուտ փոխազդեցություններ մասնիկների միջև որպես պինդ գնդեր, թե ուզում ես տեսնես իրancs մեջ որպես ատոմներ, այդ ուղու հիման վրա դու համակարգչին ասում ես, այ խնդրում եմ թողես այս ատոմը իրան պահի որպես հենց նատրիումի ատոմ, ոչ թե ինչ-որ պինդ գնդիկ, ու օրենքները թող որով շարժվի, թող շարժվեն քվանտային մեխանիկայի օրենքներով։ Համակարգիչը այդ ամեն ինչը մոդելավորում է, ու նույնն է մեր ուղեղն է կատարում, ուղղակի մեր ուղեղը կատարում է դա ենթագիտակցության մակարդակով, որի մասին խոսում ենք, հա, այսինքն ինքը չի դնում վերհիշում, ասենք, օրինակ դու որ հիմա պատկերացնես բիլիարդ ես խաղում, բիլիարդի մի գնդիկին խփեցիր, դու մոտավոր պատկերացնում ես, չէ՞, իր տրայեկտորիան ոնց է գնանում, բայց այդ տրայեկտորիան դու պատկերացնում ես ոչ միայն ելնելով այն բնազներից, հա, որից է հիմնականում ձեռք են բերում, այլ դպրոցում անցած ֆիզիկայի դասերից, Նյուտոնի օրենքներից, որ գնաց sense խփեց, այս անկյան տակ կգնա։ Այդ ամեն ինչը դու պետք է հասկանաս, որ հենց դպրոցում այդ հիմքը դրվել է, այդ ենթագիտակցության մեջ այդ ֆունկցիան, շարիկին փայտով խփելու ֆունկցիան կամ երկու մասնիկ բախվելուց հետո ինչ ուղղությամբ կշարժվեն ֆունկցիան, դրվել է դպրոցում։ Այդ պատկերացումները դպրոցից է։ Հիմքերից որ խոսեցիր, օրինակ հիմա եթե նայում ես քո աշխատանքին առօրյա, ու հաջողություն մի հասկացի ինձ հաջողություն high stake շատ մեծ բաների, բայց ասենք որ քո նայես ինչ-որ բաներ քեզ մոտ ստացվում է լավ, էլի։ Ինչ որ անում ես, դրա ոնց որ պատճառները հիմքերի որ մասնա որ դպրոցից դրված հիմքեր են, էլի։ Մտածես քո աշխատանքային օրինակ օրվա մասին, ոնց է բաժանվում, հա, ինչ գործողությունների վրա։ Եվ այդ գործողություններից որոնք են, որ քեզ քո կարծիքով ոնց որ դպրոցից եկող հմտություններով ես դու հաջողությամբ կարողանում։ Իրականում հենց պետք է նշալ, որ
ամեն ինչի հիմքերն էլ հիմնականում հենց դպրոցում էլ դրվում են, հա։ Ուսանողական տարիներին զբաղվածության մակարդակը հենց դասերով, մանավանդ բժշկական համալսարանում, քեզ այդքան էլ ժամանակ չի տա ինչ-որ նոր սկսել սովորել։ Դու պետք է կենտրոնանաս մենակ քո դասերի վրա, որ հասցնես։ Նյութի վրա էլի բովանդակության վրա դու չես հասցնում ինչ-որ սկիլներ ձեռք բերես։ Խոսքը hard skill-երի մասին է, որ թե soft, որտեվ soft-ը մենակ այդ միջավայրը արդեն հերիքավոր մարդկանց հետ շփվելու ընթացքում ինչ-որ բաներ սովորես։ Իսկ դպրոցից իմ առօրյա կյանքում հենց այնա, որ ես տես քեզ մի հետաքրքիր օրինակ բերեմ։ Ֆիզիկայի դասերից մեկի ընթացքում, երբ որ մենք հավաքվում էինք, այդ խմբակները, այդ օլիմպիական խմբակները որ կար, մեր դասատուները բան էին։ Այդ ֆիզիկայի դասատուն դասախոս էր ֆիզիկայի, ու այդ ընթացքում զուտ շփման ընթացքում կարար լիքը բոցերեղներ բան ասեն, գալի խաշից էր պատմում ոնց ենք խաշ դնում, այն որ գնացինք տղեկով, հա, մոտավորի վիճակը պատկերացրեք, ընկերական միջավայրում պահի տակ սկսես խնդիր լուծել ու քեզ դասատունը օրինակ սովորացնում է ինչ-որ Մաքսվելի բաշխման մասին, որ շատ հիմա շատ համալսարանական ծրագրերում չկան։ Զուտ այդ ամեն ինչն իմանալով, ինչ է Մաքսվելի բաշխումը, ասես թեթև ասեմ, որ հասկանաք ինչն եմ ուզում նկարագրեմ, հա, Մաքսվելի բաշխումը տարբեր մասնիկների բաշխումն է ըստ իրանց էներգիաների, հա, գազային ֆազում գտնվող, իրանց կինետիկ էներգիաների բաշխումն է, թե քանի մասնիկ այս range-ի կինետիկ էներգիա ունի, թե չէ, դու տես կարաս քաոսային համակարգ նկարագրես, կարաս տարբեր համակարգեր նկարագրես, այն ջերմաստիճանից կախվածությունը տարբեր համակարգերի, հա, քանի մասնիկ կմնա, քանիսը կփոկվեն, կգնան։ Մի խոսքով, այդ հիմա այդքան էլ էական չի։ Մենք Մաքսվելի խաշի հետ էր կապում։ Մենք Մաքսվելի խաշի հետ էր կապում, հա, ասում էր, բանը, հեսա հիշեմ ինչ բառով էր ասում, բան ոսկորներում, հա, ոսկորներում կոլագենային թելիկները որ կան, այդ տաքացնելու հետևանքով մասնիկները սկսում են ավելի արագ շարժվել, ու այն ֆրակցիան այն մեծ կինետիկ էներգիայով մասնիկների ավելի է մեծանում, երբ որ սկսում ես տաքացնել, այսինքն այս տաքացնում քանդվում է, դառնում է խաշ։ Կյանքի օրինակների հետ զուգահեռները տանելով շատ բան կարաս էլի սովորես։ Ու հիմա էլ որ նայում եմ այդ Մաքսվելի բաշխումը շատ օգտակար բան է։ Ես գիտես, բան հայտնի ֆիզիկոս Ռիչարդ Ֆեյնման, չէ՞։ Իր հարցազրույցներից մեկում ինքը ասում էր, որ գիտությունը դժվար է տրվում, որովհետև գիտության ուսումնասիրելու համար մենք քիչ պետք է լավ երևակայություն ունենանք, էլի։ Եվ հիմա որ գնում դասեր նայում եմ, չգիտես ինչի, մեր մոտ ընդհանրապես երևակայությունը բացող ոչ մի գործողություն չի արվում, էլի։ Այնինչ, ասենք, բազմաթիվ տեսակի խնդիրներ եւ մաթեմատիկայում եւ մյուս առարկաներում, բնագիտական հատկապես, շատ խնդիրներ կարելի է ուղղակի խնդրել երեխեքը պատկերեն, թե ինչ են իրանք տեսնում, ինչ ձև են պատկերացնում դա, եւ դա շատ հրաշալի գործիք կլինի, որ ասենք իրար բաժանեն։ Ես հետաքրքիր է դուք ունեցել եք տենց փորձառություն, որ փորձել եք պատկերներով ինչ որ բաներ ստեղծել, որ ավելի լավ ընկալում լինի։ Հիմա շատ բաներ, տեսանյութեր կան, անիմացիաներ կան, որոնք այդ ամբողջը բացատրում են, բայց զուտ որ երեխեքը կարողանան ինչ-որ բան ստեղծել։ Հա։ Սենց մի բան ասեմ, տես մենք այդ ամեն ինչ չէինք անում գիտակցական մակարդակի վրա, հա, այսինքն ուսուցիչ չէր ասում, երեխեք ջան, եկեք հիմա պատկերացնում ենք բուրգը տարածության մեջ։ Դա ինչ զուտ ենթագիտակցական մակարդակ էր էլի տեղափոխվում, երբ որ դասախոսը խորանարդ է նկարում, դու իրան պատկերացնում ես խորանարդ ծավալուն, ոչ թե գրատախտակի վրա նկարված գծեր։ Չեմ կարող հենց հստակ ասեմ, որ հա մենք հենց տենց մեր ուսուցիչն ասում էր պատկերացրեք, մենք բոլորով պատկերացնում էինք, բայց ամեն ինչ դեպի դրան էր գնում։ Այսինքն ինչ օրինակ երկրաչափության դասերին ինչ պատկերում էր գրատախտակին, առաջինը մեր մոտ որպես աշակերտ տեղափոխվում էր որպես 3D ինչ-որ պատկեր։ Նու, այդ ամեն ինչը կարող է դասապրոցեսի արդյունքում էլ չի, մարդու էությունն է դրանում, որ ամեն ինչ կարողանա երրաչափ տարածություն փոխարինել, բայց մի հետաքրքիր բան sense կարող պատմեմ իմ աշխարհագրության դասերից, հա, ինչ հետաքրքիր է, աշխարհագրությունն էլ է բնագիտական առարկա, միշտ իրան չգիտես, խի հանում են այդ շարքից, երկրաբանությունն ու աշխարհագրությունը շատ հաճախ չի նշվում ֆիզիկա, քիմիա, մաթեմատիկա կենսաբանություն առարկաների շարքի մեջ։ Մեր աշխարհագրության դասատուն ես շատ լավ եմ հիշում, ես դաժե այդ աշխարհագրության դասերի շնորհիվ բան օլիմպիական էլ էի աշխարհագրությունից օլիմպիադաների էի գնում։ Մենք անցնում էինք դասերի ընթացքում նյութեր, որոնք ցույց են տալի հիմա National Geographic-ում։
Discovery Science-ում մետալիկների նյութերի աշխարհագրության հետ կապված մեր դասախոսը բերում էր 100 էր լինում նայում էինք պրոյեկտորով բանով ինչ որ հաղորդաշարել, բայց հիմնականում դասի վերածած քարտեզագրության մեջ տարբեր տրամաբանական ուղիներ գտնելու մեջ, ասենք այն նաև կիրառություն է այդ ամեն ինչի, հա, որ եթե օրինակ լճից գետա դուրս գալիս, լիճ աղի չի։ Եթե լիճ գետ չի դուրս գալիս, ինքը աղի լիճ է։ Այդ ամեն ինչը պատկերավոր ձևով, հա, խի է տենց, խի չի տենց, տարբեր ապարներում, խի ապարները շերտավորված գալի պատմության ընթացքում, այդ ամեն ինչը հենց պատկերավոր պատկերացնելու բաններ, էլի, այսինքն եթե շատ հասարակ ծու դասագրքով կարդաս ինչ-որ բան, դու դա չես կարող պատկերացնել առանց վիզուալիզացիայի։ Մեր դասերի ընթացքում մենք այդ վիզուալիզացիան ունեցել ենք աշխարհագրության։ Դրա համար դրա հանդեպ սերն էր շատ։ Համլետ ջան, շնորհակալություն շատ հավես զրույցեր։ Ես եմ շնորհակալ եմ։